Սիրելի հետևորդներ ջան, բարևույթ ձեզ, ինչպես եք սիրելիներս, դե առավոտյան շուտ է, ժամը 9-ն է, սուրճ եմ դնում, որ սուրճ խմենք, դուք էլ դրեք, որ միասին խմենք սիրելի հետևորդներ ջան, այս անգամ էլ բաժակներս փոխել եմ, այս սիրուն բաժակներով եք խմելու, մենակ չեմ ես, մեր քավորքենից վրա բարձրանալու, միասին խմելու ենք, երկու բաժակ սուրճ եմ դրել։ Մեկ կթավի շաքարավազ։ Սպասենք մեր սուրճը ելվի։ Սա է մեր միրգը, կոնֆետը, խմորեղենը։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, եթե դուք էլ ունեք այս բաժակներից, մեր տեղական խանութներից է գնված ու սղլի կա։ Որ սղլի կա, ինչ ենք անում, որ չսղա։ Անդերնոցիկը ծալում ենք, 4 տակ ենք անում, տնում ենք վրեն, և չի սղում։ Սա է հոգևոր երգ։ Երիքա ես կարանք YouTube-ը չընդունի։ Ես ամեն առավոտ լսում եմ հետնել երգում սիրելիներս, ես մեծ բավարարված եմ զգում, երբ որ հոգևոր երգեր եմ լսում, ու արդեն հիշում եմ, որ պետք է աղոթեմ, մեկ գործով եմ ակնում, մոռանում եմ։ Մեր սուրճն էլ արդեն պատրաստ է, մի քիչ էլ միացնեմ։ Տարածվեց մուցյան հուղը կամաց ինչ ճակատին ակսեց Իմացեք, որ մեր ճակատին էլ ակսել Եկենալ սա էր մեր համով
լոլիկով ձվածեղը սելի հետևորդներ ջան։ Սելի հետևորդներ ջան, պամիդորով ձվածեղ եմ անում կարակով։ Բերանը կրկենք, տակնել մի քիչ ցածրացնենք, հասել հետևորդներ ջան, լոլիկը կտրատել եմ, սոխնել են ասով խառածա լինում, տեսնենք լավ, կարակը քիչ էր, էլի ավելացրել, Գիտեք, ես մեր տունը չեմ, պապիկի տունն եմ, սեզ մի քիչ լոլ բանով, պամիդորով ձվածեղ եմ պատրաստում իրան համար։ Երևի արդեն բանը լոլիկը լցնելու ժամանակն է, սելի հետևորդներ ջան։ Մի րոպե։ Ահա սելի հետևորդներ ջան, լոլիկներ լցրեցի, թողնեմ դանդաղ տապակվի։ Հեսա պապիկի համար։ Երեք փոշմանեցի, 3 հատ ջարդեցի։ Պատարակալը այդել խփենք։ Սելի հետևորդներ ջան։ Ինձ կարակի հոտը լավ գալիս է, թողնենք եփվի լավ։ Մի քիչ էլ աղցանենք։ Մի քիչ զգուշ լինեմ, ես ինչ եկել եմ ստեղի աղի հետ չեմ հարմարվում։ Ինչքան անում եմ, էլի մի օր աղի եմ պատրաստում։ Աղի է ստացվում ուտս։ Շատ զգուշ լինեմ, ձվի հետ աղ չեմ խառնի, իմաստեղ ինչ կա։ Լավ է, ընտիրա։ Սելի հետևորդներ, դե արդեն ժամանակն է ոնց որ ձվածեղը լցնել, եփել լոլիկը։ Ձեր չեք տա։ Բերանը փակենք, թաքնել դանդաղ է։ Սելի հետևորդներ ջան, մեր ձվածեղը պատրաստ է, ասեմ որ ուրեմն համ տեսանենք, աղի չլինի։ Շատ համեղ է։ Ասաբակարեքով ձվածեղը համեղ չի լինի։ Սելի հետևորդներ ջան։
Դες ոնց է լույս ցույց տալիս։ Տեղը մութ է, դրա համար սենց է ցույց տալիս։ Մութ, այսինքն լույս կա վառած, բայց բան չի, լուսավոր չի։ Դրա համար ինքն իրան լույսը վառում է։ Պատեք սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք հետո։ Այսօր էլ այսքանով վերջացրեցինք, տեսնենք հետո ինչ ենք պատրաստելու կամ չենք պատրաստելու, չգիտեմ։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր պատրաստելու եմ բազուկի սպիտակ ջավով, տերևներով, տապակա։ Հիմա սոխը կտրտել եմ սիրելիներս, Էսա բազուկի տերևներն էլ կտրտամ ու կպատրաստենք միասին։ Սոխառածը եղել արդեն։ Հիմա լցնում եմ բազուկի թևերը։ Էլ մեր լեզվով ասած ջավը։ Ասեմ, որ այս սպիտակ ջավով էլ շատ համեղ է ստացվում։ Ասեմ հատուրի շկրտեմ։ Սիրելի հետևորդներ, մի քիչ ջուր ենք լցնում, շատ քիչ, որ ինքը մարման եփվի։ Այս թվում է հերիքա։ Այս չափսը։ Դե թողնենք մարման եփվի։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն եռում է։ Հետս չեմ բերել պաստավկեն, որ հեշտությամբ խառնեմ։ Դե ոչինչ, ելա կտանեմ, չէի իմանում, որ պետք է բան պատրաստեմ ուտելու համար։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, մի կտոր կարագ եմ դնում, այն լավ կարագից հա, բաճկին ցույց կտամ ձեզ, որ չիմանաք էլի մարգարինը սրանից է։ Սիրելի հետևորդներ, տեսեք ոնց է եռում, բերանը բացել եմ, որ մի քիչ ջուրը շուտ գոլոշիանա։ Բերանը չեմ փակելու, թողնեմ, որ գոլոշիանա, համարյա եկված է։ Հետևորդներ, արդեն ջուրը քամել է, չեք պատկերացնում ինչքան համով է։ Հիմա ես չգիտեմ, իրանք ինչքան ձու են ավելացնում, կարող է եւ չէին ավելացնում, բայց ես մի հատ ձու եմ ջարդել։ Ջուրն էլ չեմ թողնում շատ քամվի, որ հետո տաքացնելու խնդիր չլինի։ Մի քիչ սետ պղպեղ եմ ավելացնում։ Մի հատ սենց խառնելու եմ ու թողնեմ, տակն անջատեմ արդեն։ Մի հատ համը տեսնենք, տեսել եմ, բայց նորից ձեր հետ միասին եմ տեսնում։ Շատ համեղ է։ Սպիտակին չէի պատրաստել ոչ մի անգամ, բայց կարմիր բազուկի ջավ պատրաստել էի։ Ասեմ, որ կարմիրից էր շատ համով է անտիր։ Դե հիմա գազօջախը կանջատեմ սիրելիներս, որ հետո հեշտ լինի տաքացնելը, որ սառի։ Դե մեզ բարի ախորժակ, կհանդիպենք նորից։ Սիրելի հետևորդներ ջան, դե գիտեք, որ չգիտեմ, գիտեք, թե ասել եմ, թե չեմ ասել, մի հատ գործ եմ ճարել մեր թաղամասում, մի 2 օրը 1-4 ժամ աշխատում եմ, հիմա իրանց տունն եմ, են բանն էլա, բազուկի տերևներն էլ որ տապակեցի, էլ իրանց տունն եմ տապակում, շատ լավ խելոք պապիկա, ենքան որ մենակ չմնա, մի քիչ տան գործ մորց,
Շատ հեշտ է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ուրեմն ձուկ եմ խաշում, լավրով լիստման եկա չգտա, նոր զանգեցած ելի կբերեմ, հլա տենամ հատիկ բան կա, պղպեղ, հատիկ պղպեղ եմ ման գալիս, հատիկ պղպեղ էլ չկա, ոչինչ, ես սև պղպեղից փոշիկ ավելացնեմ մի քիչ, որ ենքան որ արամատ տա էլի, այս էլ կտրած չի, լսնում չի լծում, մի քիչ ես սև պղպեղից ավելացնեմ, մի քիչ արամատ տա, աղն էլ ձուկը թազա ձուկ էր, աղդրած չէր, ջուրի մի քիչ շատ եմ լցրել, աղ եմ լցրել, որ աղը քաշի, թե չէ որ ասենք աղդրած ելներ ձուկը, ես այսքան ջուր չէի լցնի, թողնեի գոլորշի վրա գեֆվել, հիմա թողնենք գեֆվի սիրելի հետևորդներ, հիմա սրանք տանեմ բոլորն իրանց տեղը, ես սրանից հետո, ասենց, որ իմ տունս չի, ես կիսատ եմ նկարահանում անում, ինչ որ պատրաստում եմ, կիսատ, հետո բոլորը սելի հետևորդներ ջան կմիացնեմ իրար, ու հոլովակը կհանեմ։ Սելի հետևորդներ ջան, դե գիտեք, չէ, որ ձուկը խաշվում է, ասում են ծկանաչկը, որ դուրս է գալիս, արդեն ձուկը խաշված է, եկված է։ Հիմա մի քանի րոպե էլ թողնենք, խաշվի, ու կվերցնենք։ Սելի հետևորդներ ջան, արդեն եփվել է։ Հիմա ջուրը կքամեմ։ Սելի հետևորդներ ջան, արդեն ճիշտ եմ բռնել, բայց ներ ջան, դե խաշել պատրաստել ենք, մի պուջուր ստեղ կա, հլա տեսնենք, աղն էլ ա քաշել, ու շատ համեղ է ստացվել սիրելիներս, մեզ բարի ախորժակ։